Ներխնդրում եմ բոլորդ զբաղեցրեք ձեր տեղերը եւ լռություն պահպանեք։ Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 ամսից ազգային ժողովի ընտրություններին, իսկ դուք համոզված եմ, որ բոլորիդ առավել շատ հետաքրքրում է, թե ԱԺ նախապատրաստական ինչ գործընթացների իրականացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, պիտի ես ներկայացնեմ այդ փուլը։ Ըստ էության 2024 թվականից ընտրական համակարգի թվային միջավայրը մանրակրկիտ ստուգվում, հետազոտվում եւ բարելավում է։ Եվ արդեն այս փուլում կարող ենք արձանագրել, որ մեր ընտրական համակարգի թվային գործիքները ըստ էության ամբողջ մեր ընտրական փուլը իր մեջ պարփակում է եւ բացառությունը մնում է քվեարկության գործընթացը, որը որ բուն քվեարկության գործընթացը իրականացում է թղթային, բայց մնացած ամբողջ գործընթացի ապահովման համար ներդրված են թվային գործիքներ։ Իհարկե զուգահեռ մի քանի պարագայում, քանի որ դա ընտրական օրենսգրքով է պայմանավորված, պահպանվում է նաև թղթային տարբերակ։ Օրինակ կուսակցությունների առաջադրման գործընթացը ինքը ըստ էության ներկայիս ներդրված գործիքը, որը որ կա բոլոր առաջադրվել պատրաստող քաղաքական ուժերը կարող են ընտրությունների նշանակելուց հետո դիմել եւ ստանալ օգտահաշիվ։ Այդ օգտահաշվով արդեն իրենք կարողանում են ձևավորել իրենց ցուցակները, կարողանում են ներկայացնել կից փաստաթղթերը, այսինքն համակարգը դրա հնարավորությունը տալիս է, կարողանում են հետագայում նաև հայտարարագրեր ներկայացնել, այդ թվում նաև քարոզարշավի փուլում ֆինանսական հաշվետվությունները եւ երեք մենք նաև հրավիրել էինք արդեն իսկ օգտահաշիվ ստացած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում նաև այն քաղաքական ուժերին, որոնք որ դեռ օգտահաշիվ չէին ստացել, բայց կարող էին մտադրություն ունենալ, որպեսզի առավել մանրամասն ծանոթանային այդ գործիքակազմի հետ։ Դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրումը ամբողջությամբ ներկայումս թվային է։ Այսինքն դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին կարիք չկա գալ կենտրոնական ընտրական հանձնաժողով, իրենք request համակարգով իրենց դիմումները գրանցման անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են, դրանից հետո գրանցվում են, գրանցումից հետո իրենք իրենց կլինի դիտորդներին, թե լրագրողներին, իրենք են մուտք անում տվյալները, համակարգը գրանցում է, դրանից այդ թվում նաև համակարգը հնարավորություն ունի համեմատելու արդյոք օրինակ դիտորդը այլ դիտորդի տվյալները այլ որպես ընտրության մասնակցող սուբյեկտ գրանցված է թե ոչ, օրինակ ԶԼՄ ներկայացուցիչ կամ թեկնածու, այսինքն ինքը համակարգը, որտեղ չի կարող դիտորդը լինել թեկնածու կամ ԶԼՄ ներկայացուցիչ ԶԼՄ ներկայացուցիչը չի կարող լինել թեկնածու եւ այսպես շարունակ, այսինքն այս համակարգերը ստուգում են եւ նոր միայն գրանցում են, արդեն անհատական գրանցումներն են տեղի ունենում, վկայականները ինքնաշխատ կերպով են գեներացվում, ներկայիս